Միլանի Ինտերի 37-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր Գազետա պարբերականին։ Գիտեմ, որ այլևս նույն հաճախականությամբ չեմ խաղում, բայց հասկանում եմ, որ 37 տարեկանում նորմալ է, որ երիտասարդները պետք է ստանան իրենց հնարավորությունը։ Օրինակ Շուչիչի համար ես միայն ուրախ եմ։ Նա ուժեղ է, ունի որակ եւ անհատականություն եւ ապագայում մեծ հաջողություններ կունենա Ինտերում։ Շուչիչի մասին խոսելով նա նշում է. Նա լուրջ է, աշխատասեր, սիրում է սովորել, անգամ լեզուներ է ուսումնասիրում։ Գիտի, որ իտալերենը կօգնի իրեն ավելի լավ հասկանալ թիմը։ Նա ժամանակակից կիսապաշտպան է, տեխնիկապես ուժեղ, ֆիզիկապես հզոր եւ շատ վազող։ Տակտիկապես դեռ պետք է աճի, բայց ընդամենը 21 տարեկան է։ Հարցին թե որքանով է դժվար դուրս գալ հարմարավետության գոտուց այսքան տարիներ անց, Մխիթարյանը պատասխանում է. Բոլորովին դժվար չէ, եթե հավատում ես, որ փոփոխությունը միշտ բերում է դրական արդյունք։ Եթե ուզում ես հաղթել, պետք է արագ հարմարվես, ընդունես որոշումները եւ չբողոքես, այլապես կարող ես խախտել թիմի հավասարակշռությունը։ Մեր թիմում ոչ ոք այդպես չի վարվում, բոլորը բաց են փոփոխությունների համար։ Իմ կարիերայի ընթացքում աշխատել եմ տարբեր ոճի մարզիչների հետ եւ սովոր եմ խաղալ տարբեր ձևերով։ Ֆուտբոլում եւ կյանքում հաղթում է նա, ով կարողանում է փոխվել։ Հարցազրույցի ժամանակ նաև հնչեց հարց Միլանի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ մրցակցության վերաբերյալ Միլանյան դերբիի շրջանակում։ Դերբին իմ եւ Մոդրիչի միջև չէ, այլ Միլանի եւ Ինտերի, սակայն Մոդրիչը օրինակ է նրանց համար, ովքեր սիրում են այս խաղը եւ հավատում ֆուտբոլին։ Նա ունեցել է արտակարգ կարիերա եւ ցույց է տալիս, որ ճիշտ մտածելակերպով կարելի է շատ երկար խաղալ։ Կարծում եմ նա դեռ 3 կամ 4 տարի ունի բարձրագույն մակարդակում։ Նա նաև ինձ է դրդում շարունակել։ Ես չեմ խոսում պայմանագրից ժամկետի լրանալու մասին, բայց ընդհանուր առմամբ ուզում եմ ֆուտբոլ խաղալ որքան հնարավոր է երկար։ Այս ամենը սակայն մեկ պայմանով, որ ես դեռ կարողանամ ինչ-որ բան տալ թիմին։ Երբ զգամ, որ այլևս նույն ուժը չունեմ, կասեմ ցտեսություն բոլորին եւ շնորհակալություն, նշել է Մխիթարյանը։ Ընդգծենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ավելի վաղ ներկայացրել էր իր «Իմ կյանքը միշտ կենտրոնում» ինքնակենսագրական գիրքը, որը հասանելի է ինչպես միջազգային գրախանութներում, այնպես էլ առցանց հարթակներում։